Բարև Սարգել լրագրողներ, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, ինչպես միշտ այս ձևաչափում մեր հարց ու պատասխանը կարող է տևել առավելագույնը 1 ժամ։ Խնդրեմ։ Ամեն լիքուրեն առնուկած։ Պարոն վարչապետ, պիտի խնդրեմ եգիպտոսյան ձեր այցից մանրամասներ ներկայացնեք, միջազգային գործընկերների հետ շփումներ եք ունեցել, այդ թվում Ադրբեջանի նախագահի հետ, ինչ հարցեր են եղել օրակարգում եւ օրեր առաջ արտաքին գործերի նախարարը ասուլիսի ժամանակ նշեց, որ հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է լավ լուր լինի ընկերիների եւ պահվող անձանց հետ կապված, ինչ կարող եք ասել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում եւ բնականաբար ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենան կոնկրետ արդյունքներ։ Իմ մոտեցումն այն է, քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում եւ երբ որ կլինի նաեւ հայտարարություն, ինչ վերաբերում է Եգիպտոսի այցին, իհարկե միջոցառումը աննախադեպ էր եւ ես շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Նահանգների նախագահին եւ Եգիպտոսի նախագահին հրավերի համար, մեծ պատիվ էր ինձ համար ներկա գտնվել այդ գագաթնաժողովին, մնացածն էլ ըստ էության տեսել եք։ Լրացուցիչ Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ, դրանից առաջ մենք Դուշանբեում ենք տեսնվել, դրանից առաջ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, այսինքն որտեղ մենք ներկա ենք լինում, մանավանդ օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ, ելի այդ շփումների արդյունքների մասին հայտարարություններ լինում են, այսինքն քանի դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել, նշանակում է, որ աշխատանքային քննարկում է արդենից նախկինում արված հայտարարությունների շրջանակ։ Հաջորդ հարցը Անե Սահակյան Մեգալոս։ Թոշակները եւ աշխատավարձերը մնում են կայուն, բայց հարկային բեռը շարունակաբար ամեն նիստի ժամանակ եւ ընդհանրապես բոլոր հայտարարությունների ժամանակ լսում ենք, որ աճում է, նաեւ աճում են բազմաթիվ այլ խնդիրներ, աղքատության մակարդակը եւ այլը։ Չեք կարծում, որ սա խորացնում է սոցիալական անհավասարությունը, մինչդեռ դուք բարբերաբար հանդես եք գալիս, որ մենք պիտի պահենք սոցիալական ուղղվածությունը երկրի։ Նախ մեր քննարկած հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են դրական ազդեցություն են ունենում, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի եռաստիճան համակարգ էր գործում, 23% եկամտային հարկ, 25% եկամտային հարկ եւ 32, եթե թվերի մեջ սխալվեմ կներեք, գուցե անգիր չհիշեմ, բայց եռաստիճան համակարգ էր, մենք դարձրինք համահարց եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է։ Այսինքն այս առումով աշխատավարձերի վրա մենք եկամտային հարկը նվազեցրել ենք, այդ թվում ձեր ասած սոցիալական նկատառումներով։ Երկրորդը թոշակների հետ կապված մենք թոշակների ավելացման քաղաքականություն ենք որդեգրել եւ որդեգրում ենք այդ քաղաքականությունը, շարունակում ենք այդ քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվում, որտեղ մենք հենվում ենք նաև անհատական ջանքի գաղափարաբանության վրա, արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, առաջիկայում այդ հետվճարի համակարգի վերադարձվող տոկոսային հատվածը ավելի կմեծանա եւ ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ առաջիկայում սա լինելու է մեր շարունակական քաղաքականությունը, բայց թոշակառուների սոցիալական իրավիճակի հետ կապված ամենակարևոր նորությունը հիմա 2026 թվականին գալիս է եւ 65 տարեկանից բարձր անձանց համար կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ, որովհետև թոշակառուները, երբ որ մենք խոսում ենք գների մասին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ ծախսերից մեկը, որ կատարում են, վերաբերվում է առողջությանը եւ առողջապահությանը, եւ այդ ծախսերի մի զգալի մասը կառավարությունը համընդհանուր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգով
կթեթևացնի էականորեն, ինչը սոցիալական իրավիճակի շատ էական բարելավում կլինի, իսկ ընդհանրապես սոցիալական իրավիճակի հետ կապված ես առիթ ունեցել եմ խոսել։ Տեսեք, էլի ուզում եմ ներողություն եմ խնդրում էլի կրկնաբանության համար, բայց արդյոք ես հասկանում եմ եւ գիտեմ եւ ընդունում եմ եւ առերեսվում եմ այն փաստի հետ, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հացի խնդիր ունեն։ Այո, իհարկե առերեսվում եմ, բայց ես առերեսվում եմ նաեւ մեկ այլ փաստի հետ։ Երբ որ մենք ամեն օր հաց ենք տալիս այդ մարդկանց, հաջորդ օրը ինչ է փոխվում նրանց կյանքում։ Ոչ մի բան չի փոխվում։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ընտանիքներ, որ հազարավոր ընտանիքներ, որ 10 եւ ավելի տարի անապահովության համակարգից օգտվում են։ Այսինքն կառավարությունը ինչ որ միջապով, բառից բուն իմաստով վերցնենք հանապազորյա հացը։ Ամեն օր հանապազորյա հաց է տալիս այդ մարդկանց եւ ինչ նրանց սոցիալական կյանքում բան փոխվում է թե չէ։ Իմ կարծիքով մենք աղքատության հաղթահարման բոլորովին այն կոնցեպտները, որ արդեն 30 տարի մենք փորձարկում ենք, այդ կոնցեպտները ակնհայտ է, որ արդյունավետ չեն։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի միջոցով։ Իսկ լավ վճարվող աշխատանք կարելի է ունենալ միայն համապատասխան կրթություն ունենալու դեպքում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ ելի եմ ասում, եթե նույնիսկ մենք այդ սոցիալական աջակցության փաթեթը ավելացնենք, ասենք ոչ թե մի հաց տանք ամեն օր մեր սիրելի հայրենակիցներին, այլ 2 կամ 3 կամ պանիրել, միսել, թթվասերել, մեկը նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Եվ մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ։ Եվ ընդհակառակը նման ընտանիքներում մեծացող երեխաներին մենք ինչ ուղերձ ենք տալիս, մենք լավություն ենք անում արդյոք նրանց, ոչ։ Այսօր Հայաստանում հազարավոր օտարերկրյա միգրանտներ գալիս աշխատում են։ Մյուս կողմից մենք ունենք լայն խնդիր աղքատության, գործազրկության եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է այո կան նաեւ մարդիկ, ովքեր աշխատում են եւ բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչն է դրա պատճառը, որովհետեւ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք։ Իսկ ինչն է պատճառը, որ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք, որովհետեւ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ, կարողություններ ավելի բարձր որակավորման աշխատանք կատարելու համար։ Հետևաբար ո՞րն է իմ պատկերացումը հարցի լուծման վերաբերյալ, ես դրա համար ասել եմ, ես պատկերացնում եմ հարցի լուծման 3 գործողություն։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Չկա ուրիշ տարբերակ։ Եթե մենք չգնանք այս ճանապարհով, ինչքան էլ միջոցներ հատկացնենք, մենք աղքատությունը երբեք չենք հաղթահարելու։ Աղքատությունը կհաղթահարվի միայն կրթության միջոցով։ Որ սերունդները, այս սերունդները, ասենք օրինակ, ես իմ բանախոսությունների ժամանակ, օրինակ, բերում եմ KFC ընկերության հիմնադիր Հարլանդ Սանդերսի օրինակը, ով իր բիզնեսը սկսել է 60 տարեկանում։ 60 տարեկանում մարդը բիզնես է սկսել եւ որոշ ժամանակ անց վաճառել է մի գնով, որը իր սերունդների բարեկեցությունը ապահովել է եւ այդ ընկերությունը այսօր $9 միլիարդ արժի։ Ինչ սերնդի մասին է խոսքը։ Բոլորն էլ ունեն կարողություն, բոլորն էլ ունեն տաղանդ եւ ես հավատում եմ դրան, եւ մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք մարդկանց տաղանդը բացահայտելու, իսկ բացահայտված տաղանդը զարգացնելու, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա։ Ես համոզված եմ դեպքեր կա, որ ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց բոլորդ հիշում եք Լոռու մարզում տեղի ունեցած հանրաքվե քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ մեր սիրելի մեխակի եւ իմ միջև երկխոսություն տեղի ունեցավ եւ մեծ աղմուկ բարձրացավ, այդ մեծ աղմուկի արդյունքում գործարարներ որոշեցին մեխակենց համար առնել տուն 2 հարկանի բարձր։ Հիմա առաջարկում եմ
լրագրողական հետաքննություն արեք, մեխակի ընտանիքի կյանքում բարեկեցության մակարդակում բան փոխվել է, թե չի փոխվել, կամ էականորեն փոխվել է, թե չի փոխվել։ Ես ամեն դեպս վերջերս YouTube-ում մի ռեպորտաժ տեսա, որ այդ թեմայով էր, ընտանիքի մասին էր պատմում, եւ գոնե եթե այդ ռեպորտաժը ճիշտ էր փոխանցում տեղեկատվությունը, ակնհայտ էր, որ շատ բան չի փոխվել։ Ինչու չի փոխվել, իմ նշած պատճառն է։ Պարոն վարչապետ, հարցս կրկին սոցիալական ոլորտից է, առողջության պարտադիր ապահովագրությունը կարծես թե ինչ-որ դժվար է ներդրվում, կներկայացնեք առկա խնդիրների մասին։ Դժվար։ Ամեն տարի սպասում ենք եւ չկա։ Այդ որ սպասում եք, այդ լավ։ Որ հիմա ձեր սպասումները 2026 թվականին կարդարանան, որովհետև արդեն բյուջեով ընդունված է։ Իսկ խնդիրները, գիտեք, ես ձեզ խնդիրները մի բան ասեմ, նախապես։ Այդ համակարգի ներդրումը չի լինելու այնպիսի բան, որ մենք հունվարի 1-ից կամ ներդրման հաջորդ օրվանից ունենալու ենք կատարյալ մի իրավիճակ։ Ցանկացած համակարգ ներդնելիս ինքը ես էլի ուզում եմ ասեմ, ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր խնդրին։ Չկա տենց դեպք, որ բարեփոխումը իր խնդրին չհանդիպի։ Գիտեք ինչ, ես հիմա ասոցիատիվ մտածողությամբ մտածում եմ, որ բարեփոխումը ծնվում է համատելով երեխայի ծննդյան հետ, ծնվում այն պահին, երբ որ հանդիպում է իր խնդրին։ Երեխան կյանք է ստանում, երբ որ սկսում է ինքնուրույն շնչել, չէ՞, սկսում է ինչ առաջինը լացում է, չէ՞։ Բարեփոխումն էլ է այդպիսի բան։ Ինքը լինելու է խնդիրներով։ Ինքն են չի լինելու, որ կատարյալ, իհարկե այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք եւ առողջապահության նախարարն է շատ ակտիվ հաղորդակցության մեջ է։ Ես հիմա մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետեւ ճիշտ կլինի, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ներկայացնեն։ Ես իհարկե տիրապետում եմ ընդհանուր թեմային, բայց կարող են լինել մանրամասներ, որ ես ճիշտ չնկարագրեմ։ Բայց ամենակարևոր բանը, տեսեք, մենք փոխեցինք համակարգի անունը, ի սկզբանե պլանավորված էր, որ այն կոչվի տենց էր առողջապահության համապարփակ ապահովագրություն, եւ մենք հասկացանք, որ ուղերձը սխալ է տալիս, դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ, որովհետեւ բոլոր առողջապահական ծառայությունները չի մատուցում եւ ընդ որում, որպեսզի հիասթափություն չլինի կամ լինելիս մեջ չլինի, աշխարհում չկա պետական առողջապահական մի համակարգ, որը ծածկում է բացարձակապես ներառում է բոլոր առողջապահական ծառայությունները։ Հիմա մեր հաշվարկով նախնական մեր համակարգը ներառելու է առողջապահական երկրում գոյություն ունեցող ծառայությունների մոտավորապես 30%-ը, բայց այդ 30%-ը ծառայությունների ամենահաճախ օգտագործվող ծառայությունների 30%-ն են։ Այսինքն պատկերացնենք ոչ թե ծավալով, այլ դեպքերով։ Մենք ունենք 100 տող պայմանական հիվանդություն, մենք 100 տողի մեջ այս փուլում ներառելու ենք մոտավորապես, ես էլի եմ ասում, ես փորձագիտական մակարդակով չի իմ իմացությունը, գուցե մի քիչ շեղումներ ունեմ իմ թվերի մեջ։ Ունենք 100 տող հիվանդություն, մենք ներառելու ենք 30 տող հիվանդությունները, բայց այս 30 տող հիվանդությունները ամենահաճախ քաղաքացիների կողմից, այսինքն ամենահաճախ պատահող հիվանդություններն են, այսինքն 70 տողերում լինելու են դեպքեր, երբ որ սոցիալական ցանցերում մենք տեսնելու ենք, ասելու են, կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր, որովհետև բոլորը պետք է ապահովագրվեն, համակարգ է ներդրում, այ բայց մենք գնացինք, մեզ ասում են, որ պետք է վճարեք։ Այդպիսի դեպքեր լինելու են, բայց այն շատ մեծ տեսակարար կշիռը ամբողջությամբ քաղաքացին այլևս ծախս չի արելու, բացի առողջության ապահովագրության համար վճարումներից։ Ընդ որում գիտեք, որ մենք այստեղ էլ նաև այդ թվում խաղաղության, հաստատված խաղաղության արդյունքում մենք նաև հնարավոր ենք համարել, որ մենք զինծառայողների ապահովության հիմնադրամի քաղաքացիների կատարվող վճարների, պարտադիր վճարների մի մասը
նվազեցնենք եւ քաղաքացիների այն գումարը, որ իրենք հիմա վճարում են զինծառայողների ապահովության հիմնադրամին, այդ գումարները կուղենք մի մասը կուղենք առողջապահության ապահովագրությանը։ Ու աշխատավարձի չափից կախված գիտեք որ տարբեր չափերի վճարումներ են արվում, հետեւաբար իսկ մնացած մասը ինչ որ մեկ այլ հատված կծած այս տարի կառավարությունը կվճարի բոլորի համար եւ ամբողջ։ Մյուս տարվանից արդեն այդ նվազեցվող հատվածը զինծառայողների ապահովության հիմնադրամի կոմպենսացնի քաղաքացիների ծախսը եւ իհարկե նաեւ համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն առողջապահության համար նախատեսված, որոնք քաղաքացիները կարող են ուղղել, բայց ելի այս դեպքում էլ չի լինի, որ ամբողջ ծախսը փակվեց, որովհետև կլինեն դեպքեր կախված աշխատավարձի չափից, որ ամսական 2000 դրամ, 3000, 4 կամ 5000 դրամ կամ չգիտեմ, գուցե դեպքերը կլինեն տարբեր, պետք կլինի լրացուցիչ վճարել։ Պարոն վարչապետ, 3 հարց ունեմ, քանի որ քիչ են գործընկերներից եւ ժամանակ կա, եթե հնարավոր է 3-ին էլ Ժամանակը 44 րոպե է։ Եթե հնարավոր է։ Առաջինը, պարոն վարչապետ, Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ադրբեջանի նախագահը եւ տարբեր պաշտոնյաներ օգտագործում էին Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դուք տարբեր հարթակներից, այդ թվում միջազգային արձագանքում եք, ակնկալում եք բարձաբանում, թե ինչ են հասկանում այդ տերմինը օգտագործելով, հետո եղավ Կոպենհագենի հանդիպումը եւ կողմերը նույնաբովանդակ ձևակերպման հայտարարություն տարածեցին թրիփի նախագիծ ձևակերպումը օգտագործելով, բայց դրանից հետո էլ շարունակվեց կրկին տերմինի կիրառումը Զանգեզուրի միջանցք ձևակերպմամբ, Ադրբեջանի նախագահը դա արեց թուրքական պետությունների կազմակերպության նիստում։ Ես ուզում եմ հարցնել, հնչեց նաև արձագանք, որ դա չի վերաբերվում Հայաստանի տարածքին։ Ես ուզում եմ դուք հստակեցնեք, որ դա չի վերաբերվում Հայաստանի տարածքին, սա արդյոք ադրբեջանական կողմի պարզաբանումն է, որ հայկական կողմը ակնկալում էր ստանալ։ Իրենք են ասել, որ դա Հայաստանի տարածքի մասին չէ։ Երկրորդ հարցը, պարոն վարչապետ, սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանը շարունակում է պարբերաբար հիշեցնել, որ Հայաստանը փաստաթղթի ստորագրման համար պետք է փոխի սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխության հետ կապված եւ առհասարակ այս պահանջի հետ կապված դուք մշտապես պարզաբանել եք, որ չի պարունակում Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ եւ նախկինում նաեւ արձանագրել եք, որ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա Ադրբեջանի սահմանադրությունն էլ տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ այս արձանագրումը ձեր կողմից եղել է եւ Ադրբեջանը չի հրաժարվում իր այս օրակարգից, հնարավոր է ինչ-որ փուլում Հայաստանը եւս բարձրացնի Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը եւ մի ներքաղաքական հարց Սամվել Կարապետյանի ուժի հետ կապված, որը նոր դեռ պետք է ձևավորվի կարծես թե, բայց արդեն փորձագիտական տարբեր շրջանակներ կարծիքներ են հնչեցնում, որ այս ուժը չպետք է գրանցվի։ Դուք հետևել եք այս ուժի հետ կապված գործողություններին, գործընթացներին, տեսնում եք պատճառներ այդ ուժի չգրանցման համար։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցի հետ կապված մենք առաջին հարցի հետ կապված դուք ինքներդ հիշատակեցիք Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերի կողմից տարածված հաղորդագրությունը։ Ես առաջարկում եմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, մենք հարցերը մեկնաբանելիս հենվենք ոչ թե բանավոր քննարկումների, այլ գրավոր թղթերի վրա, որովհետև մի կողմից այո, եղել են քննարկումներ եւ եթե չեմ սխալվում դրա վերաբերյալ էր, մենք տեղեկատվություն տվել ենք, մեկնաբանություն տվել ենք, որ այո, եղել է քննարկումներ, բայց ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով ձեր հարցին պատասխանեմ, որովհետև դրա համար կա տարածված երկու կողմերի կողմից պաշտոնական հաղորդագրություն։ Ինչ է ասում այդ պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ թրիփ նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա թրիփ նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ
վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ թրիփ ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել եւ ես արդեն ասացի, որ հաղորդագրությունը տարածել են ովքեր Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը տարածել են Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպման արդյունքներով։ Էլի ուզում եմ ինչի եմ այսպես պատասխանում ձեր հարցին եւ նաեւ դրա հետ կապված բազմաթիվ հարցերի, հասկանում եք, որովհետեւ թեման ինքը անընդհատ քննարկվող է եւ ճիշտ սկզբունքը հենվել գրավոր թղթերի վրա, որպեսզի չպարզվի, որ որևէ մեկը այսպես է ասել, թե այնպես է ասել, այսինքն ինչ որ թղթի վրա գրված է, ինչ որ մեկը ասել է, մյուսը լսել է, գուցե թե ինչ որտեղ ինչ որ մի բան ճիշտ չի ձևակերպվել, մյուսը ճիշտ չի հասկացել, արձանագրված է թղթի վրա եւ ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ գոհ եմ նաեւ Կոպենհագենի մեր քննարկումներից եւ ընդհանրապես մեր շփումներից եւ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Ընդ որում ես ասեմ, թե չասեմ, ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել, դա իրողություն է եւ այդ իրողությունը կարծում եմ նույնիսկ դժվար է չնկատել։ Հաջորդ հարցի վերաբերյալ սահմանադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք եւ մեր դիրքորոշումների փոփոխության մասին չենք հայտարարել, այդ շարքում մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Դա եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին։ Իսկ որն է մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է, որ հիմա արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է։ Դե յուրե ամբողջությամբ եւ համապարփակ կերպով լուծված է։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք։ Մենք սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում։ Ինչ վերաբերվում է որևէ քաղաքական ուժի գրանցվել չգրանցվելուն, ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Ես նույնիսկ ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա գրանցել, ոչ լսել եմ կարծիքներ, որ դա պետքա չգրանցել, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։ Կան ընթացակարգեր, կան օրենքներ եւ կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ, այսինքն իրավական հարցը իրավաբանները թող պատասխանեն։ Պարոն վարչապետ, հարցը ուղղում եմ նորից թրիփի հետ կապված եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների հետ երկկողմ ստորագրված փաստաթղթերի հետ կապված ինչ առաջընթաց ունենք, որովհետև մարդիկ սպասում են, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները որ կհասնեն մանրամասները ինչպես կլինեն, արդյոք ստեղծվելու է հայտնի այդ կոնսորցիումը, որի մասին խոսվելու է, կողմերը ինչ ներդրումներ պետք է անեն, ով ինչ ներդրում պետք է անի, ով պետք է կառավարում իրականացնի, որքանով պետք է մասնակցություն ունենա եւ Զանգեզուրյան միջանցք այդ տերմինին անդրադառնալով, պարոն վարչապետ, ես օգոստոսի 28-ին Ալիևը հարցազրույց էր տվել արաբական լրատվամիջոցներից մեկին եւ ամբողջությամբ անվանելով Զանգեզուրի միջանցք թրիփ ճանապարհը նկարագրում էր Հայաստանի իրավազորության ներքո անցնող ճանապարհը, որտեղ նշում էր, որ դա Հայաստանի տարածքն է, որ Հայաստանը այնտեղից գումարներ է ստանալու եւ այլն, ու արդյոք մենք եթե այսքան շատ կենտրոնանում ենք նաեւ ամենաբարձր մակարդակով անդրադառնում ենք անընդհատ այդ Զանգեզուրյան միջանցք տերմինին, այսպեսով մենք ավելի խոցելի չենք դարձնում մեզ եւ Ադրբեջանի հասկանալով, որ այդ տերմինը մեր մոտ ինչ որ խոցելիություն է առաջացնում, ավելի չի շահարկի, ավելի նպատակահարմար չէ գտնում ընդհանրապես հատկապես բարձր մակարդակով չանդրադառնալ այդ թեմային։ Նախ ես կարծում եմ, որ քանի որ դա առնչվում է Հայաստանի պետական շահերին, մենք ճիշտ ենք արել, որ կենտրոնացել ենք այդ թեմայի վրա, բայց
իմ պատասխանից եթե հստակ չէր, ես հիմա ուզում եմ արձանագրեմ, որ այդ հարցը համարվում եմ հասցեագրված եւ հետեւաբար այլևս այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում Կոպենհագենի հայտարարությունից հետո։ Այսինքն այդ թեման այլևս արդիական չէ, այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար այդ հարցը արդեն չկա։ Գոնե ինձ համար այդ հարցը արդեն չկա եւ դա չկա նաեւ տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով։ Հետևաբար դա արդեն բոլորովին ուրիշ հարթության հարց է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մասին ես խոսել եմ ազգային ժողովում Կոպենհագենից առաջ, բայց Կոպենհագենից հետո արդեն ասացի, որ տեքստը կա եւ այդ հաղորդակցության ընթացքում շատ նրբություններ, ինչպես արձանագրված է հաղորդագրության մեջ, պարզաբանված են։ Հետևաբար այդ ինչպես դուք նշեցիք, այդ կենտրոնացումը այլևս չկա, գոյություն չունի այդ կենտրոնացումը դրա օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով, որովհետեւ ուրիշ բան է, որ կան օբյեկտիվ հիմքեր, թե չկան օբյեկտիվ հիմքեր։ Ես համարում եմ, որ այդ հարցի վրա կենտրոնանալու օբյեկտիվ հիմքեր այլևս գոյություն չունեն։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների հետ թրիփ ուղի նախագծի շուրջ աշխատանքներին, ես էլի կարծեմ երեկվա իմ ելույթում էր, ընդհանրապես նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիփ ուղի, Աստեն հաջորդ օրը բոլորս վազում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է, ցանկացած շինարարություն, ցանկացած նախագծի իրականացում եւ սա էլ իմիջայլոց կապ ունի մեր իմացության խնդիրների հետ, որտեղ օրինակ Հայաստանում բնակելի տների շատ մեծ մասը սկզբունքով է կառուցվել։ Բայց տուն չսարքենք մի հատ, բայց սարքենք, ուրա, բա լապատ կենքարը, ցեխը, դավայ բերեք։ Ու սկսեցինք։ Մեր տունն էլ է տենց կառուցվել, մեր հարևանների տունն էլ է տենց կառուցվել։ Համոզված եմ շատերի ծանոթ, բայց մենք պետքա փոխենք, ոչ, սկզբից դա պետքա շատ մանրամասն նախագծվի, եւ այլն, եւ հաշվարկներ արվի։ Հետո դրանից է, որովհետեւ պարզվում է քարը ավելացավ, ցեմենտը պակասեց, պատուհանները չգիտեմ, հետո ստիպված են կլնում նոր շուշաբանդներ եւ այլն։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Մենք սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետքա ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին, բայց ելի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում, այս սկզբունքներն են։ Տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելություն, ճիշտ թվարկեցի, թե բամբաստ թողեցի։ Եթե նույնիսկ բամբաստ թողեմ, դա ոչի բան չի նշանակում, թղթի մեջ ոնց գրած է տենց։ Անկետի մասովի հարցերդ երբ կունենանք նկարի աշխատում ենք, հնարավորինս շուտ երկու կողմերը արձանագրել են, որ պետքա, բայց տեսեք օրինակ, եկեք օբյեկտիվ հանգամանքներն էլ հաշվի առնենք։ Օգոստոսի 8-ին մենք Վաշինգտոնում պայմանավորվեցինք Միացյալ Նահանգների հետ, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը կրկին հրավիրել այն փաստի վրա, որ թրիփ ուղի նախագծի իրականացումը Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի հարց է։ Մենք տրամադրված էինք, որ բոլորս հիմա արագ, նույնիսկ այցերի ժամկետներ էինք ճշգրտում եւ այլն, բայց դրանից հետո տեղի ունեցավ մեծ կենտրոնացում Ուկրաինայի իրադարձությունների շուրջ, որտեղ նախագահ Տրամպը եւ նրա ադմինիստրացիան անմիջականորեն
եւ մեծ ծավալով ներգրավված էր։ Դրանից հետո տեղի ունեցավ մերձավոր արևելքի։ Ես մենք տեսնում ենք մի օրը, պատկերացնում ենք, չէ՞, դրանից առաջ ինչքան աշխատանք է տեղի ունեցել, ինչպես օգոստոսի 8-ից առաջ է տեղի ունեցել, հետո օգոստոսի 8-ից առաջ ամիսների ամենօրյա աշխատանք է։ Այսինքն օբյեկտիվ այս իրողությունները իրենք նաև որոշակի պայմաններ են ստեղծում եւ մենք այդ պայմաններում ենք աշխատում, որովհետեւ բոլոր դեպքերում, որտեղ նախագահ Տրամպը անձամբ ներգրավված է, իսկ Թրիպ ուղու այս հռչակագրում անձամբ ներգրավված է, ըստ էության նույն թիմերն են աշխատում։ Նույն թիմերն են աշխատում, նույն մարդիկ են աշխատում։ Շարմ էլ Շեյխում բոլոր են մարդիկ, ում հետ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք այդ թեմաներով, բոլորը այնտեղ էին եւ բոլորը այդ իրենք անմիջական ներգրավված են այդ գործընթացների մեջ։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, հարցը, որը հնչեցնելու եմ, մի փոքր այլ ձևակերպմամբ ձեր վերջին ասուլիսի ժամանակ եմ հնչեցրել, բայց քանի որ գործընթացները, իրողություններն ու գործողությունները շարունակվում են, ստիպված եմ մի փոքր այլ ձևակերպմամբ հիմա հնչեցնել։ Ինչպես է ստացվում, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշքյուր Փաշազադեն անդրադառնում է հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ խաթարում է խաղաղության գործընթացը, Երևանում պրոցեսներ են սկսվում, կալանավորվում են հոգևորականներ, հնարավոր է, որ ձեր կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մի մաս է կազմում։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել, մեկ դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ կարծեմ Ասողիկ Սրբազան Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով, եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստին, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում։ Բազմաթիվ իրադարձություններ։ Եվ դա ինչ է նշանակում։ Այն փաստը, որ դուք հարց տվեցիք հիմա այս պահին։ Հիմա եթե մենք հետազոտություն անենք,
կհամընկնի մեծ հավանականությամբ գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ։ Հիմա մենք փորձենք գտնել Ադրբեջանի որևէ падգամավորի որևէ գործողության հետ։ Ադրբեջանի կառավարության որևէ ներկայացուցչի որևէ գործողության հետ։ Եվ դրանից հետո դուք ստիպված կլինեք պարզաբանել այն հարցը, որ դուք այստեղ տվեցիք, արդյոք կապ ունի, ասենք, Ադրբեջանի որևէ մզկիթի հոգևոր ծառայողի արած որևէ հայտարարության հետ, կամ կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա, այն պահին, երբ որ դուք հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մզկիթներում կամ գուցե հարյուրավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց, իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ ձեզ, որ եթե որևէ մեկը ուզենա գտնել համընկումներ ձեր հարցի, հա, էտել է, չէ, բան, մեկ էլ ասում են, հա, այս փող, այս ինչ գույն է, որ, հա, ձեր հագուստը, ձեր այն, որ հիմա ձեր ձախ ականջին ականջակալ կա, իսկ կարող է Ադրբեջանից զանգել են, հուշում են, ասում են, այ հիմա, կամ չգիտեմ, Ադրբեջանից չէ, Նոր Զելանդիայից, կամ ինչ որ երկրի հատուկ ծառայություն է, հասկանում եք, ներողություն եմ խնդրում իմ այդ թերության համար, ես ձեզնից ներողություն եմ խնդրում, որ ոչ, ամենայն հարգանքով ես չեմ վիճարկում ձեր հարց տալու իրավունքը։ Ես ձեր հարցին պատասխանում եմ ոչ եւ հիմնավորում եմ թե ինչու ոչ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք լրագրողին պատասխանելիս ասում եք կարող է ձեր հարցն էլ համընկնի Ադրբեջանում այս պահին անցկացվող նամազի հետ, բայց մենք տեսնում ենք, որ ձեր քննադատությունները ուղղված ամենայն հայոց կաթողիկոսի մյուս հոգևորականներին համընկնում է իրավապահների գործողությունների հետ։ Լրագրողը այս դեպքում Ադրբեջանում նամազ անցկացնելու հետ կապված լիազորություններ չունի, բայց դուք ԱԱՑ-ին, մյուս իրավապահ համակարգին ի պաշտոնե ցուցումներ տալու լիազորություններ ունեք։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք դուք ձեր այս քաղաքական հայտարարություններից հետո են այդ գործողությունները իրավապահները իրականացնում, թե ոչ եւ ընդդիմությունը իրեն զգում է 37 թվում, ասում է հիմա տեղի է ունենում այն, ինչ 37 թվին էր տեղի ունենում, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ну, ես զարմանքով արձանագրեցի, որ մեր ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր 37 թիվը տեսել են եւ նույն զգացողությունները ունեն։ Գիտեք, ես այն քննադատությունները, որ հնչեցրել եմ, այդ քննադատությունների նմանվող քննադատություններ ես հնչեցրել եմ դեռևս 1995 թվականից եւ գուցե մի փոքր ավելի վաղ ժամանակից։ Մենք ձեր հարցի համար կա շատ կոնկրետ մեթոդաբանություն։ Հիմա այդ գործողություններ նախ ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Ես դա պարզապես բացառում եմ։ Երկրորդը, ենթադրում եմ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի եւ նրանց մանրամասների վերաբերյալ, քան ես ինքս, որովհետև էլի եմ ասում, դուք ասում եք, որ ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ, եւ էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների եւ իրենց վերապահված իրավունքների շրջանակում։
Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ով է վերցնելու։ Չկա նման բան պարզապես չկա նման բան։ Եվ էլի, գիտեք, Հայաստանում մի այսպիսի բան կա, մի այսպիսի երևույթ կա։ Կարող է պարզվի, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։ Դե դառնում ես ընդդիմադիր, իմանալով, որ դու օրենք հետ ես պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, այն պրոբլեմն ունես, եւ բան չի պատահի, շատ լավ։ Իսկ եթե այդ հանկարծ այդ ամեն ինչ կբացահայտվի, խնդրեմ իհարկե ամենալավագույն ձևը։ Ես այս վերջերս ասեցի, այդ տենց մի անց կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց, որ ամբողջ կյանքը ընդդիմադիր ա եղել։ Արդեն սկսեց ուրիշ ձևով խոսալ իմ մասին, այսինքն տպավորություն ա, որ տենց 37 թվից մինչև այսօր ընդդիմադիր քաղաքական գործունեություն են ծավալել։ Ենթադրում եմ, բայց ես երեք լուրերի թողարկումն եմ նայել, եւ ես իմացել եմ, որ գործողություն հաղորդում ա եղել հանցագործության մասին, եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Չի լինում քրեական ընթացակարգ առանց հանցագործության մասին հաղորդագրության։ Ինչու չեն արել։ Ենթադրում եմ հանցագործության մասին հաղորդման բացակայության պատճառով, այսինքն տեղեկություն չի եղել, այտենց չի լինում, որ իրավապահներն ասում են, մեկ էլ ասում են, մտնենք մի հատ այս դուռը տենանք, ինչ կա դռան հետ։ Իհարկե այդպիսի ռեժիմեր ենթադրում եմ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում կարող է լինի, բայց առնվազն լուրերի երեկվա թողարկման կամ այն ինչ որ ես երեք հասկացա, այդ տրամաբանությունն է, բայց դա դուք էլ պետք է իմանայիք, ինչ եք ինձ հարցնում։ Պարոն Փաշինյան, իր վերջին ասուլիսում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նախ ուրախություն ձեզ, նայել ձեզ է իր գանձը համարում, դուք ընդդիմությանն եք գանձ համարում, նայել որպես իշխանություն է ձեզ գանձ համարում, ասելով, որ այնքան եք տապալել ամեն ինչ, որ ընդդիմությունը մեծ շանսեր ունի, ավելին ձեր շանսերը զրո գնահատելով, ասաց, որ առնվազն երկու ընդդիմադիր ուժ կան, որ միասին կկարողանան ԿՊ-ին ջախջախել, մեկը իրենք են եւ մյուսը Սամվել Կարապետյանը։ Ինչ եք կարծում, արդյոք դուք այնքան գանձ եք ընդդիմության համար, որ կարող են ձեր սխալները ցույց դնելով ընդդիմությունը դառնալ իշխանություն եւ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը արդյոք կկարողանան ձեզ հեռացնել դաշտից։ Այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին ընտրություններին մասնակցելու եւ քաղաքական գործունեության ձևով Հայաստանի կառավարման մանդատը եւս 5 տարի երկարացնելու հարցով։ Սա ընդ որում մենք դա անում ենք հռչակագրով։ Մենք դա արձանագրում ենք հռչակագրով։ Ինչ վերաբերվում է մեր շանսերին, մեր բոլորի շանսերի մասին գնահատականը կտա ժողովուրդը։ Այն որ մենք գիտենք, որ ես ինքս ասացի կուսակցության 7-րդ համաժողովի իմ ելույթում, որ այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած քաղաքական ուժ։ Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ ժողովուրդը մի միասնական ձեռք չունի, որ վերցնի եւ այդ ծրագիրը գրի
եւ նաեւ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի արդյունքներով եւ հետագա հաղորդակցության արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսքով եւ իրականացնում է այդ ծրագիրը եւ ակնհայտ է ինձ համար, որ ժողովուրդը աջակցում է, պաշտպանում այդ ծրագիրը։ Հակառակ դեպքում եկեք հետահայաց նայենք 2021 թվականից էսկոմ իրադարձություններ։ Իմիջայլոց, եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞։ Հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարտիկ 2025 թվականի հունվարին։ Դե ի՞նչ է տեղի ունենալու։ Ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլ։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ։ Լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվի հունվար տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրենք 2021 թվի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններում։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։ Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, են անելու են։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Պարոն Փաշինյան, ձեր առավոտյան տեսաշարը բավականին լայն տարածում է գտել համացանցում եւ առավոտյան տեսաշարը ձեր հրապարակում եք։ Եվ բազմաթիվ քաղաքացիներ, նույնիսկ արտասահմանցիներ փորձում են կրկնօրինակել ձեզ։ Արդյոք սա ձեզ դուր է գալիս եւ կխնդրեմ նշեք ինչ ուղղարձակում ձեր տեսանյութը։ Տեսանյութը ուղղարձը գրված է, դա լավ առիթ է քաղաքացիներին բարի լույս ասել եւ լավ որ մաղթել ուրիշ ուղի չկա։ Պարոն Գիբարոսյան, դուք ձեր հարցը տվել եք, շնորհակալություն։ Գիտեք, նրանք ովքեր դարդոտված են, նրանք նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ Եթե դուք խոսում եք դարդերի մասին, Հայաստանի Հանրապետությունում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա եւ դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Եվ վերջին հարցը պարոն Վարչապետ, Շնորհակալություն, պարոն Վարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման նոր աշխատանքներ նախատեսվում են, թե չէ, ու հնարավոր է, որ դա փոխկապակցվի հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, օրինակ հարավից շարունակելով գործընթացը։ Ուղիղ փոխկապակցվածություն չի լինի, բայց տրամաբանությունը հետեւյալն է, եւ ես դրա մասին օգոստոսի 18-ի ուղերձում կարծես թե նշել եմ, այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պիտի սկսվի, ենթադրվում է եւ տրամաբանական է, որ այդ հատվածում ինչքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքի անցնելու համար, այդ հատվածում նախ սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն եւ պարզ լինի սահմանը կոնկրետ որտեղով է անցնում։ Դա մեծ հաշվով փոխկապակցվածություն չի ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ, որը իր տրամաբանությամբ գնալու է, բայց մյուս կողմից սահմանազատում է կապված կոմունիկացիաների եւ թրիփուղի նախագծի իրականացման հետ։ Այսինքն մաս է սահմանազատումը այդ process-ի։ Չէ, աշխատում են հանձնաժողովները, աշխատում են, դուք գիտեք, որ աշխատում են, եւ այդ դուք խոսեցիք փոխկապակցվածության մասին, ես փոխկապակցվածություն որպես այդպեսին չկա եւ մնացած հատվածներով
հանձնաժողովները ենթադրվում է, որ կշարունակեն իրենց աշխատանքը։ Այստեղ խնդիրը փոխկապակցվածությունը ինչի մեջ կարող է լինել, որ գոնե Հայաստանի կառավարության դեպքում եւ սահմանազատումը եւ կոմունիկացիաների բացումը մեծ հաշվով համակարգում է նույն փոխվարչապետը, հնարավոր է ոչ թե կարծես թե Ադրբեջանի կողմից էլ է նույն փոխվարչապետը համակարգում, այս առումով իհարկե երբ որ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք բնականաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ավելի շատ ժամանակ են տրամադրելու կոմունիկացիաների թեմաներին եւ հետեւաբար գուցե թե ավելի մեծ ուշադրություն կենտրոնանա այս մյուս հարցի վրա, բայց ընդհանուր առմամբ process-ները իրար հետ խորը փոխկապակցվածություն չունեն։ Շնորհակալ եմ։